Դատախազության կոլեգիայի 2025 թվականի մարտի 14-ի ընդլայնված նիստի մասնակիցներ, հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ եւ ցանկանում եմ ներկայացնել այսօրվա մեր նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։ Առաջին հարցը 2024 թվականի աշխատանքների ամփոփումն է, որը կներկայացնեն ոլորտը համակարգող տեղակալները։ Այս տարի առաջին անգամ մենք կլսենք նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության 24 թվականի աշխատանքների ամփոփումը։ Բացի այդ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի իրականացվել է անանուն հարցում դատախազների, դատախազությունում քաղաքացիական ծառայության եւ հայցողական պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանակներում, եւ ես կխնդրեմ, որպեսզի առանձին ներկայացվեն այս հարցման արդյունքները։ Եվ ըստ ավանդույթի մեզ մոտ օրակարգային վերջին հարցը առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը կլինի։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը նախաձեռնվել է պետական իշխանության պետական եւ համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 435 ուսումնասիրություն, որը շուրջ 50-ով ավել է 2023 թվականին կատարված ուսումնասիրություն։ Միջազգային իրավական համագործակցության ոլորտում դատախազությունը իրականացել է միջազգային պայմանագրերով ստացված եւ ներպետական օրենսդրությամբ վերապահված գործառույթների պատշաճ կատարումը, որոնցից հարկ է առանձնացնել հետեւյալ աշխատանքները։ 2024 թվականին նախաձեռնված ուսումնասիրությունների թիվը գրեթե կրկնակի ավել է 2023 թվականի սկսվածներից։ արձանագրվել է 2033 եւ նախորդական 2357-ի դիմաց։ Անդրադառնալով 39 համապետցաններ հանցագործության կոռուպցիոն բնույթի հաղորդումների քանակը աճել է 520-ով կամ 41%-ով։ Անանուն հարցմանը մասնակցել է 217 դատախազ, հարցման ժամանակ պաշտոնավարող դատախազների մոտ 63%-ը։ Որ դատախազության աշխատակիցները կարևորում են հետադարձ կապի անհրաժեշտությունը եւ ունեն համոզմունք, որ իրենց կողմից բարձրաձայնված խնդիրները լուծում են ստանում ղեկավար կազմի կողմից։ Ես Դավիթ Գրիգորյանից երդվում եմ իմ գործունեությամբ անվանաբնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը։ Հարգելի գործընկերներ, սա աշխատանքային եւ հանձնարարական մասը, բայց ես կցանկանայի ավելի դրական տրամադրությամբ ավարտել մեր այսօրվա խորհրդակցությունը, նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ եւ անհատապես յուրաքանչյուրիդ կատարված աշխատանքի համար։ Ես ինքս այս տարի 15 ստորաբաժանում եմ այցելել եւ տեսել եմ մեր աշխատանքի որակի, ծավալի, քանակի փոփոխություն եւ դրական եմ գնահատում այդ երևույթը ու վստահ եմ, որ դա ձեզնից յուրաքանչյուրի ներդրման արդյունքն է։ Ուզում եմ վստահ լինեք նաեւ դուք, որ ոչ մեկիդ ջանքը, ոչ մեկիդ ներդրումը ընդհանուր գործի մեջ չգնահատված կամ անտեսված չի մնում։ Ես այդ նպատակով տարին 2 անգամ հուլիսի վերջին կիսամյակային եւ փետրվարին տարեկան կատարելու եմ մարզերի եւ վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում։ Շնորհավորում եմ պարգևատրում ստացած մեր բոլոր գործընկերներին, շնորհակալ եմ ձեր նվիրված աշխատանքի համար, ուզում եմ խրախուսել յուրաքանչյուրին օրինակ վերցնել այս աշխատանքի ձևաչափից, բայց չեմ ուզում ոչ մի վայրկյան նվազեցնել կատարված աշխատանքը, կրկին շնորհակալ եմ, կրկին հասկանում եմ, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը ձեզ թույլ չի տալիս բավարար ժամանակ հատկացնել ձեր ընտանեկան կյանքին, ձեր անձնական կյանքին, մեր աշխատանքի արդյունավետության բարձրացումը ես հույս ունեմ մոտ ապագայում կբերի մեր աշխատանքի ծանրաբեռնվածության նվազման, ուստի կխնդրեմ, որ այս տարի էլ մի փոքր գերլարումով աշխատենք եւ հնարավորինս հարթենք ճանապարհ այն
աշխատանքի համար, որը մեզնից ակնկալվում է ապագայում։ Շնորհավորում եմ առաջին անգամ պաշտոնը ստանձնած դատախազներին, բարով եք եկել։ Ես լիահույս եմ, որ դուք կինտեգրվեք դատախազության մեր արդեն կուռ կառուցվածքին, կստանձնեք պատասխանատվությունը եւ հոգատար վերաբերմունքը, որ դատախազությունում առկա է յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ։ Ես շատ ուրախ եմ, որ քաղաքացիական ծառայողների գնահատականները բարձրացել են, որովհետեւ ես խիստ կարեւորում եմ մեզ աջակցող ստորաբաժանումների վերաբերմունքը մեր նկատմամբ։ Կրկին, ոնց որ ասում են, հեշտ չի լինելու, բայց հաստատ հետաքրքիր է լինելու։ Շնորհակալ եմ բոլորիդ մասնակցության համար։